Բարի եւ օրհնյալ առավոտ, սիրելի հարազատներս։ Օրհնում եմ յուրաքանչյուրիս Հիսուս Քրիստոսի սուրբ ու զորավոր անունով։ Տիրոջն եմ հանձնում յուրաքանչյուրիս հասկացողությունը, ականջները, միտքը, ընկալումը ու խնդրում եմ Տիրոջը, որպեսզի քանդի ամեն կապանքներ, Սուրբ Հոգով գործի մեր մեջ, աշխատի մեր սրտերում, որպեսզի Աստծո խոսքի համար ծարավ ունենանք, Աստծո խոսքի համար բերի հող լինենք, հասկանանք Աստծո խոսքը, չընկրկենք Աստծո խոսքից, այլ ավելիով ու ավելիով ձգտենք Աստծո խոսքին։ Երեմիա մարգարեության գրքի 9-րդ գլխի 23-24 խոսքերում Տերը այսպիսի բան է ասում. Այսպես է ասում Տերը. իմաստունը իր իմաստությամբ թող չպարծենա, և զորավորն էլ իր զորությամբ չպարծենանք, հարուստը իր հարստությամբ չպարծենա, այլ պարծեցողը թող պարծենա նրանով, որ հասկանում և ճանաչում է ինձ, որ ես եմ Տերը, որ երկրի վրա ողորմություն, իրավունք և արդարություն եմ անում, որ սրանք են հաճելի ինձ, ասում է Տերը։ Հայր Աստված, իմ աղոթքն է ինձ համար, ընտանիքիս բոլոր անդամների համար, լսողների համար, նրանց ընտանիքի անդամների համար, որ մեր հասկացողության աչքերը բացվեն, որ մեր ձգտումը լինի քեզ ճանաչել և քեզանով պարծենալ, հասկանալ ինչու պիտի քեզանով պարծենանք, ինչու քեզանով պիտի ցնծանք, ինչու քեզ պիտի գովաբանենք ու մեծարենք, ինչու քեզնից պիտի գոհանանք։ Տեր, տուր մեզ քո իմաստությունը, որպեսզի մեր մարդկային իմաստությամբ, մեր իմացած մի քանի խղճուկ գիտելիքներով, որ այնքան սահմանափակ են, մենք չպարծենանք մեր երիտասարդությամբ կամ մեր առողջությամբ, չպարծենանք մեր ֆինանսներով, մեր ստատուսներով, որտև այդ ամենը անցողիկ է, էլ չեմ խոսում այն մասին, որ դու ես տվել այդ ամենը։ Եվ Տեր, մենք այսօր սկսում ենք անդրադառնալ Ելք գրքին, 5 կտակարանի կամ Ելից գրքին, և օգնի մեզ Տեր, որ ամեն դասի միջոցով, քո խոսքի միջոցով մենք քեզ ճանաչենք, մոտենանք քեզ, մեր վրայից քանդվեն կապանքները, Հայր Աստված, անհասկացողության կապանքները, սատանայի սուտը, հատկապես այն սուտը, որ մենք չենք կարող հասկանալ Աստվածաշունչը, հատկապես այն ամեն գործունեությունը, որ մարդկանց հետ ապահում Աստծո խոսքը կարդալուց, լինի ժամանակ չունեմ պատճառը, լինի աչքերս լավ չեն տեսնում պատճառը, լինի չեմ հասկանում, և այլն, և այլն։ Մեր պատճառները շատ են Տեր, ես ներում եմ խնդրում ու ողորմություն և խնդրում եմ, որ դու ուղղորդես։ Հիսուսի անունով աղոթեցի, ամեն, թող ամեն բան լինի Տեր քո զորությամբ, առանց քո զորության և շնորհի այս բոլոր սերմերը ոչ մի պտուղ չեն տա և կլինի միայն ժամանակի կորուստ, ես խնդրում եմ, որ դու ողորմես մեզ Տեր, ամեն։ Հիմա այս երկու օրը մենք ոնց որ նախաբանը կանենք Ելից կամ Ելք, երկու ձևով այդ գիրքը կոչվում Ելից կամ Ելք, գիրքը հասկանալու համար։ Ելք գիրքը հիմնականում պատմողական պատմություն է Աստծո գործի մասին, բայց պարունակում է և օրենք և պոեզիա։ Ելք գիրքը գրվել է Մովսեսի կողմից մեր թվարկությունից առաջ մոտ 1445 թվականին, այսինքն մինչև Հիսուսի ծնվելը 1445 տարի առաջ։ Ու մինչև ավելի մանրամասն ես ասեմ, թե ինչի մասին է Ելք գիրքը, նախ եկեք հասկանանք, թե ինչու եմ ես Ելք գիրքը ընտրել, որպեսզի մեկնաբանությունները թարգմանեմ, հասցնեմ ձեզ։ Ինչի է անհրաժեշտ այս գիրքը, որը 5 կտակարանից է քրիստոնյաներիս համար, այսօրվա մեր կյանքի համար, ինչ կապ ունի այս գիրքը։ Ելք գիրքը
մեզ ամուր հիմք է տալիս փրկության, Աստծո բնավորության և քրիստոնեական կյանքի հասկացողության համար։ Երբ կարդում ենք գիրքը, մենք սկսում ենք հասկանալ ինչ է փրկությունը, ինչի մենք փրկության կարիք ունենք, ինչպիսին է Աստծո բնավորությունը և ինչպիսի կյանքով է Աստված ցանկանում, որ իր ժողովուրդը ապրի։ Եթե դու քեզ համարում ես քրիստոնյա, եթե դու հետևում ես Քրիստոսին, Քրիստոսի հնազանդ ես, ապա դու Աստծո ժողովուրդն ես։ Եվ այս գիրքը քեզ է վերաբերում, նույնքան, որքան այդ օրերին վերաբերում էր հենց միայն Իսրայելին։ Ելք գրքում նկարագրված իրադարձությունները Հիսուսի կողմից մեր փրկագործական գործի նախապատկերն է։ Այսինքն Իսրայելի միջոցով Տերը մեզ տալիս է այն նախապատկերը, որ 1445 տարի հետո լինելու էր մեզ համար Քրիստոսի միջոցով։ Եվ Մովսեսն էլ, որին Տերը ընտրում է Իսրայել ժողովրդի առաջնորդ, այստեղ Հիսուսի նախապատկերն է։ Ինչպես նախկինում մենք խոսել ենք Հովսեփի մասին որպես նախապատկեր, այստեղ Մովսեսն էլ Հիսուսի նախապատկերն է, ով մարդկանց դուրս է բերում մեղքի ստրկությունից և տանում Աստծո խոստացված արքայություն, դա Հիսուսն է անում, հա? Իսկ Մովսեսը այդ ժամանակ իսրայելցիներին Աստծո առաջնորդությամբ, ավելի ճիշտ Աստված օգտագործելով Մովսեսին, Իսրայելին դուրս բերեց Եգիպտոսի ստրկությունից, առաջնորդեց խոստացված երկիր։ Ելք գիրքը սահմանում է մեզ համար փրկագնման, աստվածային օրենքի տալու, որը հետո գրքերում կոչվում է Մովսեսի օրենք, բայց դա աստվածային օրենքն էր, որ Տերը տվեց Մովսեսի միջոցով Իսրայելին, և Աստծո ուխտի հիմնական թեմաներն են պարունակում, որոնք կենտրոնական են քրիստոնեական աստվածաբանության և կյանքի համար։ Քրիստոնեական հավատքին վերաբերող թեմաներն են այս գրքերում, շատ են թեմաները, բայց օրինակի համար նշենք մի քանիսը։ Փրկագնման և փրկության թեման։ Աստծո կողմից իսրայելցիներին Եգիպտոսի ստրկությունից փրկելու պատմությամբ Աստված մեզ բացահայտում է իր մեծագույն փրկության ծրագրի մասին, որ նա կատարելու էր դարեր անց Հիսուսի միջոցով, իր ընտրած ժամանակին, մարդկությանը մեղքի և մահվան ստրկությունից փրկելու համար։ Ելք գրքում կտեսնենք, որ դրվում է պասեքը, զատիկը տոնելու կարգը։ Դա էլ մեզ համար ներկայացնում է այսօր այն, ինչ մենք տոնում ենք Տիրոջ ընթրիքը, հաղորդությունը, երբ որ մենք գինին ու հացն ենք ընդունում եկեղեցում, և նաև նա նախապատկերն է քրիստոնեական մկրտության։ Աստծո բնավորության հետ ենք ծանոթանում։ Ելք գիրքը բացահայտում է Աստծո բնույթը։ Ավելի ճիշտ, այս պատմության միջոցով Աստված ինքը բացահայտում է մեզ իր էությունը։ Մենք տեսնում ու սովորում ենք իրական, կենդանի Աստված միջամտում է մարդկային տառապանքներին և ցանկանում է փրկել իր ժողովրդին։ Աստված մեզ ներկայացնում է իր զորությունը այս պատմության միջոցով, իրական զորությունը, որով հաղթահարում է չարիքն ու ճնշումները, ինչպես օրինակ պատուհասների և Կարմիր ծովի ճեղքման միջոցով, որի մասին մենք կկարդանք։ Մենք սովորում ենք Աստծո նվիրվածության մասին իր ժողովրդի հետ կնքված ուխտի միջոցով։ Մենք վկա ենք դառնում հին ուխտին, որ գոյություն ունի մինչև օրս էլ Աստծո և Իսրայելի ժողովրդի միջև։ Իսկ մենք քրիստոնյաներս նոր ուխտ ունենք Աստծո հետ Հիսուս Քրիստոսի արյունով, և Աստված կատարյալ կերպով հավատարիմ է այդ նոր ուխտին, և մենք Աստծո հավատարմությունն ենք տեսնում այս գրքի միջոցով, որը մեզ բերում է փառաբանելու Աստծուն, գոհանալու Աստծուց։
Այս գիրքը քրիստոնեական մյուս թեման այս գրքի այն է, որ մենք տեսնում ենք օրենքն ու ուխտը։ Սինա լեռան վրա 10 պատվիրանների եւ այլ օրենքների տալը Աստծո օրենքը հաստատում է որպես Աստծո եւ մարդկության միջև հարաբերությունների հիմք։ Քրիստոնյաները սա տեսնում ենք որպես Քրիստոսի միջոցով կնքված նոր ուխտի նախապատկեր, որտեղ Քրիստոսը միակն էր, ով կատարյալ ձևով իրականացրեց օրենքները, եւ մենք Քրիստոսի արյունով ազատվեցինք օրենքի անեծքից, եւ մեզ տալիս է նաեւ հնազանդության կյանքի, այն հնազանդությամբ արձագանքող կյանքի պատկերը, որով ամեն քրիստոնյա պետք է ապրի։ Գրքում մենք տեսնում ենք ելքի ճանապարհը, հա, Իսրայելի պատմության այս դրվագը, ելքը Եգիպտոսից, մեր քրիստոնեական կյանքի համար օրինակ է, որպես խավարի, մեղքի, կախվածությունների, մահվան ստրկությունից ու գերությունից ազատության ճանապարհ գալու համար, եւ թե ինչպես է դա կատարվում Աստծո փրկագործական ու վերափոխության միջոցով։ Այս օրինակը վերաբերում է եւ յուրաքանչյուր անհատի եւ հավաքական եկեղեցու կյանքի համար։ Ուրեմն մյուս բանը, որ այս գրքում մենք տեսնում ենք, որ Մովսեսը ասեցինք Հիսուսի նախապատկերն է եւ Հիսուսը մեզ համար դառնում է նոր Մովսեսը, հա, Աստծո ընտրյալը, Աստծո առաջնորդը։ Այս գրքում Աստված բացահայտում է մեզ համար շատ զուգահեռներ Մովսեսի եւ Հիսուսի միջև։ Որտեղից գիտենք, կարդալով այս գիրքը եւ կարդացած արդեն լինելով նոր կտակարանի գրքերը, մենք տեսնում ենք այդ զուգահեռները։ Հիշենք, Մովսեսը Հիսուսի նախապատկերներից մեկն է հին կտակարանում։ Հիսուսը գործում է որպես ճակերտավոր նոր Մովսես, հա, ով մարդկանց առաջնորդում է նոր ելքի միջով, մեղքից եւ մահից դեպի Աստծո նոր թագավորություն։ Այսինքն, ելք գրքում Եգիպտոսը ներկայացնում է մեղքը, մահը, կախվածությունները։ Եվ Աստված Քրիստոսի միջոցով հիմա մեզ ցանկանում է հանել այդ խավարից ու բերել իր որդու թագավորություն։ Եվ մենք դա ենք սովորում նաև ելք գրքում։ Հիսուսի ծառայությունը սկսվեց գերիներին ազատություն հռչակելով, հոգևոր գերիներին։ Ֆիզիկական գերիներին, որոնք գերի էին դիվային հարձակումների, որոնք լալ էին, չգիտեմ, տարբեր հիվանդություններով տառապում էին, բայց նաև հոգևոր գերիներին, հա, խոսքը բանտում նստած գերիի մասին չի։ Ուրեմն Հիսուսի ծառայությունը սկսվեց գերիներին ազատություն հռչակելով, որը ուղղակիորեն արձագանքում էր հենց ելք գրքի թեմային։ Կարդանք Հիսուսի խոսքերը Ղուկաս ավետարանի 4 գլխի 16-ից 19 հատվածից։ Հիսուսը եկավ Նազարեթ, որտեղ մեծացել էր, եւ իր սովորության համաձայն շաբաթ օրը ժողովարան մտավ ու ելավ ընթերցելու։ Նրան Եսայի մարգարեի գիրքը տվեցին, եւ երբ գիրքը բացեց, գտավ այն տեղը, որտեղ գրված էր. Տիրոջ հոգին ինձ վրա է, որովհետև ինձ օծեց եւ ինձ ուղարկեց աղքատներին բարի լուրը ավետելու, սրտով բեկյալներին բժշկելու, գերիներին ազատություն քարոզելու եւ կույրերին տեսողություն, հարստահարվածներին ազատ արձակելու, Տիրոջ ընդունելի տարին քարոզելով։ Հիսուսը, օգտագործելով Աստծո խոսքը, որ գրվել էր իր ծնվելուց աշխարհ գալուց դարեր առաջ, օգտագործեց իր ոնց որ առաքելությունը հռչակելու համար, թե ինքը ինչի համար է եկել, ինչի համար է Աստված իրեն ուղարկել։ Ուրեմն հասկացանք, որ ելք գիրքը գերկարևոր գիրք է ամեն քրիստոնյայի համար, ինչպես որ Աստվածաշնչի ամեն մի գիրքը լինի հին
թե նոր կտակարանից, որովհետև այդպես Տերը խոսում էր այն ժամանակ Իսրայելի ու նոր քրիստոնյաների հետ ու այսօր էլ մեզ հետ։ Ու եթե մենք ցանկանում ենք հասկանալ Տիրոջ սիրտը ու նրա կամքը մեր կյանքերի, մեր երկրների, մեր ազգերի համար, մեր սերունդների համար, ապա դա կարող ենք ստանալ միայն Տիրոջ կենթանի խոսքից, որը նա մեզ փոխանցել է Աստվածաշնչի միջոցով։ Ես կխնդրեի, որ դուք էլ ինձ հետ միասին կարդաք ելք գիրքը ու միասին սովորենք ու մոտենանք Աստծուն և ճանաչենք նրան ավելի խորությամբ ու լցվենք սիրով ու ակնածանքով, քանզի արժանի է նա։ Հիմա խոսենք, թե Իսրայելի պատմության որ պահից է սկսվում ելք գիրքը։ Դուք կարող եք կարդալ Ծննդոց գիրքը, որը բավականին երկար է, կամ կարող եք լսել իմ ձայնագրությունները դրա մասին, բայց կարճ բացատրեմ։ Ծննդոցի վերջում մենք տեսանք, որ Հակոբի ընտանիքը տեղափոխվել էր Եգիպտոս, մեր թվարկությունից առաջ մոտ 1876 թվականին, Քանանում սովի ժամանակ։ Սա 1876 տարի Քրիստոսի ծնվելուց առաջ։ Այնտեղ Եգիպտոսում, եթե հիշում եք, Հակոբի որդին Հովսեփը մեծ պաշտոնի էր, սովի պատճառով փարավոնը իրան էր ամեն բան վստահել եւ Հովսեփը փրկեց ողջ Եգիպտոսի ժողովրդին եւ շրջակա ազգերին սովից ու մահից։ Բայց եւ Եգիպտոսում ապրելով նրանց մեծ պատիվ էին տվել, լավագույն հողն էին տվել, բայց տարիների ընթացքում ամեն ինչ փոխվել էր։ Իսրայելցիները բազմացել էին ու նոր փարավոնը որոշել էր նրանց այլևս չպատվել, այլ ստրկացրել էին Եգիպտոսում իսրայելցիներին։ Մեր թվարկությունից առաջ 1447 թվականին Աստված կանչեց Մովսեսին առաջնորդելու Իսրայելի ժողովրդին ու Եգիպտոսի ստրկությունից նրանց ազատելու համար և իր ժողովրդին Եգիպտոսից հանելու համար։ Սա է այդ պատմական հիմքը, որի վրա գիրքն է գրված։ Ելք գիրքը 5 տակարանի կենտրոնական գիրքն է, որը պատմում է, թե ինչպես և ինչու Աստված փրկեց Իսրայել ժողովրդին ու դուրս բերեց Եգիպտոսից, դուրս բերեց ստրկությունից և որ Աստված ուխտ կնքեց Իսրայել ազգի հետ և որ Իսրայելը նախատեսված էր Աստծո քահանաների թագավորությունը լինելու։ Ելք գիրքը ուղղակիորեն Ծննդոց գրքի շարունակությունն է։ Որպեսզի ավելի լավ հասկանաս ելք գիրքը, կարիք կունենաս կարդալու և հասկանալու Ծննդոց գիրքը ևս։ Ելք գիրքը պատմում է Աստծո որոշմամբ, Աստծո ձեռքով ու զորությամբ Իսրայելի Եգիպտոսի ստրկությունից փախուստի մասին և որ Աստված Մովսեսին կարգեց որպես իր ընտրված առաջնորդը Իսրայելի ժողովրդին ուղղորդելու խոստացված երկիր, որ Աստված էր խոստացել Աբրահամին և Աբրահամի սերունդներին, որը տեսանք Ծննդոցում։ Պատմականորեն և աստվածաբանորեն ելք գիրքը 5 տակարանի ամենակարևոր իրադարձությունն է նկարագրում։ 5 տակարանի բոլոր մասերում 100-ից ավելի անգամ Յահվեն, որը հիշում եք Աստծո անուններից մեկն է, հռչակվում է որպես նա, ով ձեզ դուրս բերեց Եգիպտոսի երկրից, ստրկության տնից։ Մենք սրանով հասկանում ենք, որ նույն Յահվեն, նույն կենդանի Աստվածը միակն է, որ ինձ ու քեզ դուրս է բերում մեղքի, ստրկության կյանքից։ Հիշում եք, ասեցի Եգիպտոսը մեղքը, մահը, կախվածություններն են ներկայացնում։ Ահա թե ինչու գիրքը կոչվում է ելք, ելից, դուրս գալ, ելք։ Իսրայելը հիշում և տոնում էր ու հիմա էլ տոնում է ելքը որպես Աստծո հզոր փրկագործական գործ։
Իսրայելը տոնում է Աստծո այս փրկարար գործը հավատքի հռչակումներում, որ կարդում ենք օրինակ 5 տակարանի 2-րդ օրինաց 26-րդ գլխի 5-ից 9 խոսքերում։ Եկեք կարդանք։ Դու պատասխան տալով կասես քո Տեր Աստծու առջև. Իմ հայրը թափառական մի ասորի էր, Աբրահամը, նա Եգիպտոս իջավ սակավաթիվ մարդկանցով, պանդուխտ մնաց այնտեղ, բայց դարձավ մեծ, հզոր և բազմամարդ մի ազգ։ Եգիպտացիները մեզ չարչարեցին, մեզ նեղեցին և մեզ տաժանակիր աշխատացրին։ Մենք աղաղակեցինք դեպի մեր հայրերի Տեր Աստվածը։ Տերը լսեց մեր ձայնը, տեսավ մեր նեղությունը, հոգնությունն ու մեր զրկանքը։ Տերը մեզ հանեց Եգիպտոսից հզոր ձեռքով և բարձր բազկով, սարսափազդու արարքներով, նշաններով ու հրաշքներով։ Եվ մեզ բերեց այս վայրը ու մեզ տվեց այս երկիրը, մի երկիր, ուր կաթ ու մեղր է բխում։ Կամ կարդում ենք Ա թագավորաց 12-րդ գլխի 6-ից 8-ում. Եվ Սամուելը ժողովրդին ասաց. Տերը ընտրեց Մովսեսին ու Ահարոնին և ձեր հայրերին դուրս բերեց Եգիպտոսի երկրից։ Եվ հիմա կանգնեք, և Տիրոջ առաջ ես ձեզ հետ պիտի քննեմ այն բոլոր արդար գործերը, որ Տերն արել է ձեզ և ձեր հայրերին։ Երբ Հակոբը գնաց Եգիպտոս և ձեր հայրերն աղաղակեցին Տիրոջը, և Տերն ուղարկեց Մովսեսին ու Ահարոնին, որոնք ձեր հայրերին դուրս բերեցին Եգիպտոսից և նրանց բնակեցրին այստեղ։ Ուրեմն տեսնում ենք, որ Իսրայելը իր պատմության ընթացքում միշտ հիշել, տոնել ու մեծարել է Աստծուն այս փրկագնման համար։ Իսրայելը հիշատակում է Աստծո ձեռքով Եգիպտոսից իրենց ազատագրման ու փրկագնման մասին նաև փառաբանությունների մեջ, ինչպես օրինակ Սաղմոս 78-ում, 105-ում, 106-ում, 114-ում, 135-ում և 136-ում։ Ես կկարդամ օրինակ Սաղմոս 78-ը, որտև լավ է, որ մենք լսենք Աստծո խոսքը, իսկ մնացածը ինքներդ կարող եք կարդալ։ Սա կարևոր է, որպեսզի հասկանանք ելք գրքի ու այդ բոլոր իրադարձությունների կենտրոնական լինելը ոչ միայն Իսրայելի, այլ ողջ մարդկության համար ու հատկապես քրիստոնյաների համար, որպեսզի ճանաչենք Աստծո էությունը։ Աստված և իր ժողովուրդը, Ասափի երգը։ Ականջ դիր իմ օրենքին, ով իմ ժողովուրդ, խոնարհեցրեք ձեր ականջները դեպի իմ բերանի խոսքերը։ Ես պիտի առակով բացեմ բերանս, հին ժամանակի խրթին բաներ պիտի խոսեմ, այն, որ լսեցինք ու ճանաչեցինք, և մեր հայրերը պատմեցին մեզ։ Մենք դրանք չենք թաքցնում որդիներից մեր, եկող սերնդին պատմում ենք Տիրոջ գովասանքը և նրա զորությունները ու արած հրաշքները։ Մենք այստեղ սովորում ենք, թե որքան կարևոր է մեր երեխաներին սովորեցնել Տիրոջ խոսքը, Տիրոջ արած գործերը իր ժողովրդի համար։ Նա վկայություն հաստատեց Հակոբի մեջ և օրենք դրեց Իսրայելում, այն, որ պատվիրեց մեր հայրերին, որպեսզի սովորեցնեն իրենց որդիներին, որպեսզի նոր սերունդը և այն որդիները, որ պիտի ծնվեն, իմանան, վեր կենան և պատմեն իրենց որդիներին, որ նրանք իրենց հույսը դնեն Աստծու վրա և չմոռանան Աստծո գործերը և պահեն նրա պատվիրանները և իրենց հայրերի նման չլինեն ապստամբ և անհնազանդ ազգ, մի ազգ, որ իր սիրտը չպատրաստեց և իր հոգին հավատարիմ չեղավ Աստծու։ Եփրեմի որդիները, որ զենք առած աղեղնավորներ էին, պատերազմի օրը ետ դարձան, Աստծու ուխտը չպահեցին և մերժեցին, չգնացին նրա օրենքի համաձայն և մոռացան նրա գործերը և նրա հրաշքները, որ ցույց էր տվել իրենց։ Նրանց հայրերի առաջ հրաշք արեց Տերը Եգիպտոսի երկրում, Տայանիսի դաշտում։
Տերը ծովը պատռեց և անցկացրեց նրանց և պարսպի պես կանգնեցրեց ջրերը։ Ցերեկը ամպով առաջնորդեց նրանց Տերը և ամեն գիշեր կրակի լույսով։ Վեմերը ճեղքեց անապատում, ժայռերը ճեղքեց անապատում և նրանց ջուր խմեցրեց, ինչպես հեղեղներից։ Առուներ հանեց վեմից և գետերի պես ջրեր ցած բերեց։ Բայց և այնպես դարձյալ մեղանչեցին, մեղք գործեցին Աստծո դեմ և անապատի մեջ դառնացրին Բարձրյալին։ Եվ Աստծուն փորձեցին իրենց սրտում, կերակուր խնդրելով իրենց անձերի համար։ Եվ խոսեցին Աստծու դեմ և ասացին. «Միթե Աստված կարող է սեղան պատրաստել անապատում»։ Ահա վեմին զարկեց և ջրեր բխեցին և առուներ հոսեցին։ Միթե կարող է հաց էլ տալ, միթե միս էլ կպատրաստի իր ժողովրդի համար։ Սա խոսում է մեր անհավատության, Աստծո զորության և Աստծո ողորմության հանդեպ մեր կասկածների մասին, որ Աստված մեզ մի բանում օգնում է, հաջորդ անգամ մենք մոռանում ենք ու կասկածում ենք, էս էլ կարա անի, իսկ դա զայրացնում է Աստծուն։ Դա մեզ դարձնում է ապստամբ։ Դրա համար էլ Տերը լսեց և խիստ բարկացավ։ Կրակ բորբոքվեց Հակոբի մեջ և բարկություն իջավ Իսրայելի վրա, որ չհավատացին Աստծուն և հույս չդրեցին նրա փրկության վրա։ Տերը վերևից հրաման տվեց ամպերին և բացեց երկնքի դռները և անձրևի պես մանանա տեղաց նրանց վրա կերակուրի փոխարեն և երկնքի ցորենը տվեց նրանց։ Մարդը հրեշտակների հաց կերավ, նա առատ կերակուր ուղարկեց նրանց համար։ Տերը երկնքում բարձրացրեց արևելյան քամին և իր զորությամբ մոտ բերեց հարավային քամին և փոշու պես միս թափեց նրանց վրա և ծովի ավազի պես թևավոր թռչուններ։ Եվ գցեց նրանց բանակի մեջ բնակարանների 4 կողմը և կերան ու խիստ կշտացան և ըստ իրենց ցանկության տվեց նրանց։ Իրենց ցանկությունից դեռ չէին դադարել, դեռ իրենց կերակուրը բերաններում էր, Աստծո բարկությունն իջավ նրանց վրա և սպանեց նրանց զորավորներին և գետնին զարկեց Իսրայելի երիտասարդներին։ Ինչու՞։ Որտև շարունակաբար տրտնջում ու պահանջում էին։ Եվ այսուհանդերձ էլի մեղանչեցին, էլի մեղք գործեցին և չհավատացին Տիրոջ հրաշքներին։ Նա էլ նրանց օրերը սպառեց ունայնության մեջ և նրանց տարիները ահի ու վախի մեջ։ Մենք ահի ու վախի մեջ ենք ապրում, եթե շարունակաբար բողոքում ենք, տրտնջում ենք, դժգոհ ենք Աստծուց և կյանքից։ Երբ սպանում էր նրանց, խնդրում էին նրան, ետ էին դառնում և առավոտից փնտրում էին Աստծուն։ Եվ հիշում էին, թե Աստված իրենց վեմն է և Բարձրյալ Աստված իրենց փրկիչն է։ Այսինքն միայն երբ Աստված պատժում էր, այդ ժամանակ էին խելքի գալիս։ Կեղծավորություն էին անում նրան Տիրոջը իրենց բերանով և իրենց լեզվով սուտ էին ասում նրան։ Եվ նրանց սիրտը ուղիղ չէր Աստծո առջև և հավատարիմ չէին Աստծո ուխտին։ Բայց Աստված ողորմած էր, քավում էր անօրենությունը և չէր ապականում և շատ անգամ զսպում էր իր բարկությունը և չէր բորբոքում ամբողջ ցասումը։ Հիշում էր, որ նրանք մարմին են, քամի, որ գնում է և ետ չի դառնում։ Քանի անգամ նրան դառնացրին, Աստծուն դառնացրին անապատում և բարկացրին նրան անջուր վայրում։ Կրկին ու կրկին փորձեցին Աստծուն և նեղացրին Իսրայելի Սրբին, որ Աստված է։ Չհիշեցին Տիրոջ ձեռքը այն օրը, երբ իրենց փրկեց թշնամուց, երբ իր նշաններն արեց Եգիպտոսում և իր հրաշքները Տայանիսի դաշտում։ Եվ արյան փոխարեն նրանց գետերը և առուները, որ չկարողանան խմել։ Կներեք, և արյան փոխեց նրանց գետերը և առուները, որ չկարողանան խմել։ Շնաճանճեր ուղարկեց նրանց վրա, որ նրանց ուտեն և գորտեր, որ ապականեն նրանց։ Սա պատմում է այն բաների փորձությունների մասին, որ Տերը բերեց եգիպտացիների վրա իր ժողովրդին փրկելու համար։
Եվ նրանց պտուղները մատնեց թրթուրին, և նրանց վաստակը մորեխին, նրանց խաղողի որդերը փչացրեց կարկուտով, և նրանց թզի ծառերը եղյամով։ Նրանց անասունները մատնեց կարկուտին, և նրանց հոտերը կայծակի կրակին։ Իր բարկության բոցն ուղարկեց նրանց վրա, ցասում, զայրույթ և նեղություն չարիքների հրեշտակներ ուղարկելով։ Ճանապարհ պատրաստեց իր բարկության համար, նրանց անձերը չպահեց մահից, և նրանց կյանքը մատնեց ժանտախտի։ Եվ բոլոր առաջնեկ որդիներին սպանեց Եգիպտոսի մեջ, զորության առաջին պտուղները քամի բնակարաններում։ Ոչխարների պես հանեց իր ժողովրդին և նրանց հոտի պես տարավ անապատի մեջ, և ապահով առաջնորդեց նրանց, և նրանք չվախեցան, իսկ ծովը ծածկեց նրանց թշնամիներին, նրանց տարավ իր սրբության սահմանը, այն սարը, որը ձեռք բերեց իր աջ ձեռքը, ազգեր վռնդեց իսրայելցիների առջևից, և հողեր բաժանեց նրանց, իբրև ժառանգություն, և Իսրայելի ցեղերին բնակեցրեց նրանց բնակարաններում, բայց նրանք փորձեցին ու դառնացրին Բարձրյալ Աստծուն և չպահեցին նրա վկայությունները։ Իրենց հայրերի պես ետ դարձան և նենգություն արեցին, ետ դարձան ծուռ աղեղի նման, և նրան բարկացրին իրենց բարձր տեղերով, այսինքն կռապաշտությամբ ուրիշ աստվածներին, և իրենց կուռքերի պատկերներով շարժեցին Տիրոջ նախանձը։ Աստված լսեց և բարկացավ, և շատ անարգեց Իսրայելին, մերժեց Սելովի բնակարանը, այն խորանը, որի մեջ բնակվում էր նա մարդկանց մեջ, գերության մատնեց նրա զորությունը և իր փառքը թշնամիների ձեռքը, այսինքն Իսրայելը, որ Տիրոջ փառքն էր, Իսրայելը Տիրոջ զորությունն էր, գերության մատնեց, թշնամիների ձեռքը մատնեց Աստված, իր ժողովրդին սրի մատնեց և խիստ բարկացավ իր ժառանգության վրա։ Կրակը կերավ նրա երիտասարդներին, և նրա աղջիկների համար հարսանեկան երգ չերգեցին։ Նրա քահանաներն ընկան սրով, և նրա որբևայրիները չկարողացան սուգ անել։ Բայց Տերը կարծես թե զարթնեց քնից, ինչպես զորավոր մարդն է սթափվում գինուց։ Սա մարդկային պատկերացում է, Աստված չի քնում, բայց մարդը չգիտի ուրիշ ինչ ձևով նկարագրի։ Զարկեց իր թշնամիների թիկունքին և հավիտենական նախատինք տվեց նրանց։ Հովսեփի բնակարանն անարգեց և չընտրեց Եփրեմի ցեղը, այլ ընտրեց Հուդայի ցեղը և Սիոնի սարը, որ սիրեց։ Իր սրբարանը շինեց բարձր տեղերի նման և այն հաստատեց հավիտյան, ինչպես երկիրը։ Ընտրեց իր ծառա Դավթին և նրան վերցրեց ոչխարների փառախից։ Ծիծ տվող ոչխարների մոտից տարավ նրան, որ կառավարի իր Հակոբ ժողովրդին և իր Իսրայելի ժառանգությունը։ Սա արդեն շարունակում է Իսրայելի պատմությունը։ Եվ նա արածացնում էր նրանց սուրբ սրտով և իմաստուն ձեռքով առաջնորդում էր նրանց։ Այսքանը այսօր, բայց մենք սրան չպետք է նայենք ու ասենք, այ Իսրայելն էր այդպես։ Ոչ, Իսրայելը ներկայացնում է յուրաքանչյուրիս, ամեն ազգի և ամեն մարդու։ Մենք ենք այսպես վարվում Աստծո հետ։ Քննեք ձեր կյանքերը, ինչքան հաճախ եք մոռանում Աստծո արած լավությունը, ինչքան հաճախ եք մոռանում այն արևը, որ Աստված շողացնում է, այն անձրևը, որ Աստված բերում է, այն ուտելիքը, որ երեկ կերել եք, այն անկողինը, որում քնել եք։ Մենք հակված ենք մոռանալու Աստծո բարությունը, ու մենք տրտնջում ենք ու բողոքում ենք ու վախում ենք, իսկ դա զայրացնում է Աստծուն։ Այս գիրքը մեզ է վերաբերում։ Վաղը կշարունակենք, այսքանը այսօր։ Աստված օրհնի յուրաքանչյուրիդ, յուրաքանչյուրիս ավելի ճիշտ։